Խաչատրյանի հարցին, թե երբ է առաջացել 29743 թիվը, օրինակ բերեցիք դասագիրքը։ Ճիշտ ասած, միջազգային պրակտիկայում ես նման երևույթ նախադեպ չգիտեմ, երբ որ պետության սահմանը չափվում է գրքով, դասագրքով, նոթատետրով, չգիտեմ։ Եթե գիտեք նման պրակտիկա, խնդրում եմ տեղեկացրեք իմանանք։ Հարցս վերաբերվում է թե ինչպես է գնահատում Բաքվում պահվող ազգությամբ հայերին կարգավիճակին եւ ըստ այդ կարգավիճակի գնահատման ոչ միայն որպես արձանագրում, այլ նաեւ հետագա գործողությունների պլան, ինչ եք նախատեսում եւ երկրորդ, դուք ձեր նախընտրական ծրագրում նշել էիք, որ սևով սպիտակի վրա, որ պետք է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը փոխվի։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք դուք նախատեսում եք սահմանադրության խախտում, որով պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցական գործերին, ինչ գործիքակազմ եք նախատեսում այդ խախտումը անելու եւ ըստ այդմ ձեր դիրքորոշումը այդ հարցի կապակցությամբ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Հովսեփյան հարցի համար, սկսեմ առաջին հարցը Բաքվում պահվող հայերն էին, սկսեմ Բաքվում պահվող հայերից։ Գերության մեջ պահվող, այո, իհարկե, ռազմագերի, ինձ խնդրում այս հարցով պարոն Աբրահամյան առնվազն պրետենզիաներ չներկայացներ, որովհետև իմ խորհրդանական գործունեության շատ մեծ մասը, ահռելի մասը նվիրված է եղել եւ շարունակում է նվիրված մնալ Բաքվում գերության մեջ, եթե ուզում եք այդպես ձևակերպեմ, գերության մեջ պահվող հայերի հայրենադարձությանը։ Այդ ուղղությամբ թե կառավարությունը, թե կառավարությանը ենթակա մարմինները, թե նաեւ ազգային ժողովի պատգամավորները իրենց խորհրդանական դիվանագիտության լծակների շրջանակներում հնարավոր ամեն բան արել են, հնարավոր որևէ հանդիպում իմ մասնակցությամբ, առանց իմ մասնակցության, մեր գործընկերների մասնակցությամբ չի անցնում առանց այդ հարցի բարձրաձայնման եւ նաեւ դրա արդյունքն է եւ այդ գործողությունների եւ հետեւողական աշխատանքի արդյունքն է, որ մենք կարող ենք այսօր ասել, որ ավելի քան 200 գերեվարված անձ վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն, հայրենադարձվել է։ Արդյոք դա բավարար է? Բնականաբար ոչ, բնականաբար մենք շարունակում ենք հնարավոր ամեն բան անել, որ այնտեղ պահվել շարունակվող բոլոր հայ ռազմագերիները վերադառնան Հայաստանի Հանրապետություն, արդյոք մենք կարող ենք ունենալ այդ առումով մեծ սպասելիքներ, բարդ է լինելու, որևէ մեկը չի խոստացել, որ հեշտ է լինելու, այո, բայց այդ ուղղությամբ բնականաբար աշխատանքը չի դադարելու։ Ինչ վերաբերում է Կտրիչ Ներսիսյանին, խնդրում եմ այստեղ քաղաքական ակցիաներ Տիկին Ջուլակյան, ներողություն, Տիկին Ջուլակյան։ Ես ունեմ քաղաքական դիրքորոշում։ Տիկին Ջուլակյան, խնդրում եմ մի րոպե։ Հարգելի գործընկերներ, երբ որ հնչեցնում եք հարցեր, ենթադրվում է, որ այդ հարցերին հնչելու են պատասխաններ, որոնք որ գուցե ձեր ճաշակին, ցանկություններին եւ քիմքին հաճո չէ։ Այնպես որ ես ձեզ առաջարկում եմ, որպեսզի դուք ազգային ժողովի նիստերի բնականոն ընթացքը չխանգարեք եւ իմանաք, որ այն հատվածում նստած քաղաքացիական պայմանագրի գործընկերները կարող են բոլորով միասին արտաբերել են անուն ազգանունը, որը ձեր մոտ առաջացնում է նման զգացմունքներ։ Այնպես որ կառավարեք ձեր զգացմունքները եւ ամբիոնից խոսացող падգամավորին մի խանգարեք եւ ազգային ժողովի նիստը մի փորձեք խափանել, որովհետեւ դա կունենա կոնկրետ կարգապահական հետևանք։ Համեցեք, Պարոն Ղազինյան, դուք հիմա խանգարում եք ազգային ժողովի նիստի բնականon ընթացքը եւ լռեք, Տիկին Ջուլակյան շարունակեք։ Չխանգարեք, վերականգնեք Տիկին Ջուլակյանի ժամանակը։ Շնորհակալ եմ, պարոն Կոնջորյան, հարգելի գործընկերներ, ես քաղաքական գործիչ եմ, բոլորս այստեղ